Բարև Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն գալու համար, այդ տեսեք ոնց է ստացվում, որ դուք իշխանականները Ռուսաստանին մեղադրում եք հիբրիդային պատերազմ վարելու մեջ, հաճախ նրա անունը տալով, չտալով, ասելով KGB-ի ագենտ է, բայց նաև ներկայում ինչ որ հատուկ ծառայությունների ագենտ է տվյալ անձը, այսինքն էլի ՖՍԲ-ի կամ նմանատիպ այլ ուժեր, բայց վարչապետը մի քիչ չափազանցնեմ, բայց օրու մեջ Ռուսաստանում է, ասենք Պուտինին է հանդիպում։ Մի քիչ շատ չափազանցած։ Շատ լավ, շաբաթու մեջ կամ ամսվա մեջ մի քանի անգամ կամ մի անգամ։ Լավ։ Սելֆիներ է անում Լյուբանսկայա գտնվող հրապարակում գտնվող ՖՍԲ-ի ֆոնին եւ այլ անձի թե ինչի երկվություն է, սա ինչ է։ Սա արտաքին քաղաքականություն է, բալանսավորված եւ բալանսավորման ընդհանրապես։ Իսկ ինչ վերաբերվում է թե մեղադրում ենք ինչ-որ բաների մեջ, բա Ադրբեջանին էլ մեղադրել ենք 2020 թվականի պատերազմի մեջ, 2023 թվականից Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման մեջ, բայց շարունակում ենք խոսել։ Բա հենց իրանց հետ պետք է խոսենք, բայլում հետ պետք է խոսենք։ Դե մի տեսակ ասում են կամ չկա այդ հիբրիդային պատերազմը, դուք եք որպես քաղտեխնոլոգիա հորինել Գառնիկ Դանելյանը օրերս էստեղ էր, ասում է ռուսի ագենտ են կմցնում ում ուզում են չեզոքացնել, կամ էլ եթե կա ոնց բացատրել, որ վարչապետը լավ շաբաթը մեկ չէ, լավ երկու ամիսը մեկ են տա։ Ոչ երկու ամիսը մեկ, տարին երևի 1-2 անգամ, ինչպես մնացած բոլոր մայրաքաղաքներում կարելի ասել, եւ մենք գիտեք այս տարվա ընթացքում առնվազն 6 տարբեր երկրների հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր ենք կնքել։ Այստեղ հարցը մի քիչ ուրիշ տեղ է, այդ որ ասում են կամ չկա այդ հիբրիդային պատերազմը, ես պետք է շատ հանրամատչելի բացատրել ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ մեր հանրությանը։ Հիբրիդային սպառնալիքներ լավ։ Օտար երկրի միջամտություն մեր ներքաղաքական կյանքին։ Բայց չեք վախենում, որ վարչապետը գնում է Ռուսաստան, իրեն վնասեն ֆիզիկապես։ Այն երկիր, որ քեզ ուզում է ոչնչացնել, դու գնում ես ընդ ինչ որ հեծո ես քշում։ Ռոբերտ ջան, իմիջիալս ասեմ դա ամենաապահով տեղն է, որտեղ իրանց տանը երբեք ոչ մեկին չեն վերացնում։ Լավ, Ռուսաստանի ամենաապահով տեղը Նիկոլ Փաշինյանի համար հասկացա։ Մոտավորապես հասկացաք ինչի նկատի ունեմ, խնդրում եմ ես վերնագիր չդնեք։ Լավ վերնագիր էր, կետ Լիլիթ Մինասյան։ Այո, հումորային ժանրից էր այս պահը։ Չէ, դրա մասին չի խոսքը, ես կարծում եմ, որ այն ապացուցված փաստերը ու վերջերս մեր լրատվամիջոցների կողմից նաև Civilnet-ի, FIP-ի կողմից դրանց առաջ միջազգային հետաքննող լրագրությունը երևի ահռելի չափով փաստեր ունի, թե ինչ է նշանակում հիբրիդային պատերազմ, ում կողմից է ուղղորդվում։ Եվ այս դեպքում ես նաև չեմ ուզենա կենտրոնանալ միայն Ռուսաստանի Դաշնության կամ Ռուսաստանի վրա, որտեղ օգտագործվում են նաև թուրքալեզու, ադրբեջանական լրատվամիջոցներ, ադրբեջանցի գործիչներ, թուրք գործիչներ, ոչ միայն հանրային քաղաքական։ Եվ այս ամենը, երբ որ պարզ ցույց է տալիս քաղաքացուն, թե ինչ օրինակ քանակի բոտեր են ի հայտ եկել, ինչպիսի կայքեր են ստեղծվել, այդ կայքերը ինչի են ստեղծվել, ում հետքերով են, որ դոմենը որտեղ է գտնվում, այդ դոմենի տիրապետողը ով է, այդ մարդը ինչ կապ ունի օրինակ որևիցե երկրի նախագահի աշխատակազմի հետ, եւ ինչ նպատակ ունի, ամենակարևորը այն թեզերն են ու այն նարատիվներն են, որոնք որ նետվում են դաշտ հայ հասարակությանը ուղեղները լվանալու համար։ Եվ այդ թեզերի պատճառով է, որ մենք նշում ենք նաև, որ մեր ընդդիմությունն է համագործակցում եւ այդ հիբրիդային պատերազմի գործիք դառնում։ Նրանք ես մի քիչ տարբերություն եմ ուզում դամ այդ գործակալի եւ ազդեցության գործակալի միջեւ, որտեղ ազդեցության գործակալը ինքը չի հասկանում, որ ինքը գործակալ է, բայց ինքը կրկնում է նույնական թեզերը, ինչը որ կրկնվում էր նախկինում դեռևս օրինակ պրոպագանդիստ Սալավյովի եւ Մարգարիտա Սիմոնյանի շուրթերից, իսկ հիմա արդեն քանի որ հասկացել են, որ հայ հասարակության մոտ sense հակակրանքը առաջացնում այդ ռուս պրոպագանդիստների ելույթները, որոշել են, որ օրինակ ֆրանսիական մի Le Monde թերթում մի հրապարակում անեն, օրինակ եմ բառից առաջ կուրիեր գրած։ Այո, մի հրապարակում անեն, որ Նիկոլ Փաշինյանը Կանադայում տուն է առել, Դիլիջանում Ֆրանսիան թափոններ է պահելու, վտանգավոր թափոններ, ել չեմ ասում, որ մեր քաղաքական վերնախավին ինչ որ կոռումպացված եւ նորահայտ հարուստներ ներկայացնել, որպեսզի հասարակության մոտ չտարբերակվի, օրինակ ինչ է եղել նախկինում, ինչ կա հիմա։ Եվ դա է նպատակը, եւ այս մեր ընդդիմադիր գործիչներն էլ, ինչպես նաեւ մեր ձեր նշած Գառնիկ Դանելյանը,
անխոս, երևի անմտածել կրկնում են այն թեզերը, ինչ որ նրանց հրամցնում են այդ մեդիաները։ Ում ձեռնտու չի Ռուսիա ագենտ են կպցնում։ Ախր նկատի ունեն դիմությունից էլի։ Շատ քաղաքական թիմեր կան, որոնց հետ կապված նմանատիպ խոսույթ չկա։ Այս թեզը էլի նոր նետված թեզա նարատիվա էլի Նիկոլ Փաշինյանին ով ընդդիմանում է, ասում է KGB-ի ագենտական բանը։ Ուզում եմ հասկանալ մեզ ընդդիմացող, դուք ձեր մոտ ձեր տաղավարում քանի քաղաքական ուժ գիտեք, որ մենք ընդհանրապես այդ մարդկանց որևիցե թիրախավորում չենք կարող անել, պիտակավորել կամ ասել, որ դուք օտարերկրաշահեր եք պաշտպանում։ Իսկ ինչու է դաշնակցության վրա սևեռված հատկապես։ Ոչ միայն դաշնակցության։ Չէ, բայց շատ սևեռված է գետոժի վրա։ Դաշնակցությունը իդենտիկ է, ուղղակի դաշնակցությունը նոր ոչ մի գաղափար չունի, բացի այն գաղափարները, ինչ որ արտահայտում են օրինակ ռուսական ԱԳՆ-ն կամ պաշտոնական խողովակները եւ նաեւ ռոպագանդիստները։ Եվ այդ թեզը, որը որ ես երևի բոլոր եթերներում կուզեմ կրկնել, որ ռուսը չլինի թուրքն ալնելու դաշնակցության ամենակարևոր նարատիվներից մեկն է, որովհետեւ դաշնակցությունը ինչքան էլ որ հերքում է համագործակցությունը կամ հավատարմությունը Ռուսաստանի Դաշնությանը կամ կայսրությանը նախկինում նրանք միևնույնն է չեն կարողանում երբևիցե մեկ խոսք ասել, անգամ մեղադրել Ռուսաստանին, օրինակ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած փաստերի համար։ Դե որ Փաշինյանը ճանաչեց Պրայամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ռուս խաղապահը տեղում է, չէ։ Ռուս խաղապահի աչքի առաջ չէ, օրինակ 23 թվականից առաջ տեղի ունեցել փոքր ագրեսիաներ, բլուրների գրավումներ, այդ գերիներ, նոր գերիներ պատերազմից հետո։ Չացրել եք Ռուսաստանի հետ հարաբերությունները այդ պատճառով։ Բայց հիմա խեն բողոքում որ գնում ենք Ռուսաստան։ Փչացրել ենք հիմա։ Ես եմ բողոքում, նրանք չեն։ Նրանք հաստատ չեն բողոքում։ Չէ, օրինակ հանրապետականները բողոքում էին, ասում էին ոնց Նիկոլ Փաշինյանը գնում է, ասում է Եզրասին, ասում է KGB-ի ագենտ, բայց հետո գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Բայց ճիշտ հարց են տալիս։ Դա ալոգիկ հարց է։ Ալոգիկ, այնպես ինչքան անտրամաբանական պետք է լինես քաղաքականության մեջ, որ տենց երկրի ղեկավարին մեղադրես այլ երկրների հետ համագործակցության համար, այն դեպքում, երբ օրինակ կարա այդ այլ երկրի սովետական միության հատուկ ծառայությունների հավաքագրված անձը լինել մեր Կտրիչ Ներսյանի եղբայրը։ Ինչն է դեռ տրամաբանությունը որտեղ է հատվում իրար հետ։ Ըստ Սիվիկի հրապարակման Եզրած arczepiskopos Ներսիսյանը հիմա էլ համագործակցում է օտար երկրյա պետությունների, ընդ որում 2, 3, 4 պետություն է, էլի, այսինքն մեկից ավելին միշտ երկուսից դե գրեն պետության հատուկ ծառայությունների հետ։ Եթե նախկինում KGB-ի գործակալ է եղել ըստ այդ հրապարակման, նշանակում է KGB-ի իրավահաջորդը FSB եւ նման այլ կառույցներ, այսինքն Ռուսաստանի տիրույթում է, հիմա էլ գտնվում է Ռուսաստանում որպես թեմի առաջնորդ եւ վարչապետը այցելում է Ռուսաստան։ Մի տեսակ այսպես կարճ միացում է տալիս։ Չլինի գնացել է բերի։ Չէ, ես նորից օրինակը բերեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա։ Ադրբեջանում պահվում են հայ գերիներ, բայց վարչապետը հանդիպում է Ալիևի հետ։ Այև։ Այդ նույն տրամաբանությունն է, որ խնդիրներ չլիներ կամ քննարկելու բան չլիներ, չենք հանդիպի։ Մենք բարձրաձայնում ենք մեր խնդիրները եւ մենք խոսում ենք մեր գործընկերների հետ այն թեմաների շուրջ, որտեղ որ ունենք խզում հարաբերություններ։ Օրինակ հեչ Պուտինին ձեր քաղաքական ուժի պետք է հարցնի։ Ղեկավարը չի ասում։ Ես իմ նախկինում երբ դեռևս օրինակ հապկի շրջանակներում այցելում էի Սանկտ Պետերբուրգ կամ Մոսկվա, ես իմ գործընկերներին մշտապես էի հարցնում այդ մասին։ Եվ ինչ էին ասում։ Ոչ մի պատասխան չկար, թեման շեղվում էր այլ ուղղություններով։ Եվ Կիրիենկոին պետք է հարցնենք։ Չէ, օրինակ բողոքում էին, հա, Կիրիենկոին չեմ հանդիպել, իմ գործընկերը։ Սխալ հասցեատեր եք միգուցե ընտրել։ Իմ գործընկերը չի Կիրիենկոն ու չի կարող լինել ինձ։ Չի կարող, լավ։ Տեսեք, բայց ձեր օրոք է նաև ռուսական հեռուստալիքները Հայաստանում հեռարձակվում մի հուժկու հիբրիդային հարձակումների, չէ, ծեծված չի։ Եթե կա ռեալ վտանգ կա, ռեալ վտանգը թիվով չի։ Չէ, նաև դրանով է գնահատենք ազդեցությունը։ Եկեք գնահատենք, բայց իմ հարցից հետո խնդիրը միայն այն չի, որ հայհոյում են այդ հեռուստալիքներով եւ Փաշինյանի անվան կողքին գրում աղետ բերողը եւ մի սարսափելի ինչ որ մեր լրատվամիջոցներն էլ են նմանատիպ վերնագրեր գրում։
բայց դա մեր ներքին գործն է, էլի, հա, իսկ նրանց գրածը մի քիչ ուրիշ է։ Չեմ կարծում, որ մեր ներքին Եվ գործն է։ թիրախավորում է տարբեր քաղաքական ուժերի եւ քաղաքասարակության ներկայացուցիչների, ոչ միայն դա են առնում, հա, այդ ռուսական ալիքները, այլև օրինակ Ուկրաինայի պատերազմի մասին մեր պատկերացումներն են խեղաթյուրում, ներկայացնելով, որ ուկրաինացիները ֆաշիստ էին եւ պատերազմ սանձազերծեցին կամ կներեք, դուք ամբողջ օրը խոսում եք ժողովրդավարությունից եւ լավ եք անում։ Իհարկե լիքը խնդիրներ հասցեագրվում են նաեւ ձեր ուղղությամբ այդ առումով, բայց նույն այդ հերոստալիքները ժողովրդավարության, մարդու իրավունքների այդ արժեքների դեմ ամբողջ օրը հակակարոզ են անում եւ խեղաթյուրում մեր ժողովրդի պատկերացումն է, որ դա վատ բան է, ինչ որ արևմուտքի, այսպես, չգիտեմ, սարսափելի բարքերն է եւ այլ եւ դա հանդուրժվում է ձեր կողմից։ Հանդուրժվում է, սխալ կլինի ասել։ Մենք բազմիցս ասել ենք, որ 2026 թվականից ունենալու ենք պատկեր, որ հանրային մուլտիպլեքսում որևիցե այլ լեզուկ, օտար երկրին պատկանող լրատվամիջոց կամ հեռուստաընկերություն չի թողարկվել։ 26-ին։ Գիտենք, որ օրենք պետք է բերվի, ըստ երևույթին 26-ին կլինի դա։ Կանջատվեն այդ ալիքները։ Ընդհանրապես որևիցե այլ, որտեղ գիտեք, որ վերջերս 1 տարի առաջ ֆրանսիական հեռուստաընկերությունում նմանատիպ խեղաթյուրված պատկեր տեսանք, օրինակ, չգիտեմ, Քարտեզը Հայաստանի Հանրապետության։ Այո։ Եվ այս ամեն ինչի որոշումը պետք է կայացնի բարձրագույն տեխնոլոգիաների նախարարությունը։ Ինչ վերաբերում է ազդեցությանը, ես կարծում եմ, որ այն հսկայածավալ ֆինանսական միջոցները, որ ներդրվում են սոցիալական մեդիաների վրա, ուղղակի տենց 0.1%-ն են կազմում հեռուստատեսությամբ տարվող ապատեղեկատվության մասշտաբի մասով, որովհետև հեռուստատեսությամբ հիմնականում անգամ են Սալավյովի հաղորդումը փակելուց հետո մարդիկ YouTube-ում տեղադրված հաղորդումից կտրում էին այդ հատվածները եւ տեղադրում էին սոցիալական ցանցերում, ասում էին, այ տեսեք ինչպես է պրոպագանդիստը խոսում մեր իշխանությունների, հայ ժողովրդի եւ մնացածի մասին։ Կներեք, դեպ Սալավյովը մեջների անմեղն է, որովհետեւ նա երևում է, հա, այն ինչ որ ինքը ստում է, կեղծում է եւ այլն, մարդիկ շատ լավ հասկանում են, բայց այն ֆեյքային գրոհները, հա, դա եմ ասում, դրանց աղբյուրը հեչ հայտնի չի։ Ես նոր շատ կուզեմ մեր հայ հասարակությունը, ովքեր անգամ մի քիչ քաղաքականացված են, լրատվամիջոցներին չեն հետևում, այսինքն չեն տարբերակում օբյեկտիվ լրատվությունը ոչ օբյեկտիվ լրատվությունից, նրանք ուղղակի թերթում են ռիլեր, այսպես ասած։ TikTok-ով, Instagram-ով, Facebook-ով եւ չեն նայում անգամ անվանումը, նրանց հետաքրքիր չի։ Գալիս է տեսանյութ, նյուզի տիպի սարքած, որ բոլոր լրատվականները երևի նմանատիպ տեսանյութեր սարքում են, վրան տեքստային ինչ որ տեղադրված ինչ որ տեքստ է, եւ անգամ ձայն կարող է պետք չլինի, ընդհանրապես ինչ որ տեսանյութ է, վրան տեքստ գրած։ Շատ օգտագործվում են արհեստական բանականությամբ սարքված տեսանյութեր, շատ օգտագործվում են այդ նույն տեսանյութերի տակ բոտերի միջոցով հսկայածավալ կոմենտներ, մեկնաբանություններ, որպեսզի երբ որ դու մտնում ես տեսնես ով ինչ մտածում ես տեսանյութի շուրջ, ակնհայտորեն քո մոտ պատկեր է ձևավորում, որ բոլորը մի կարծիք ունեն, վայ ինչ վատ է, բացասական կարծիք ունեն օրինակ։ Ես տեխնոլոգիան շատ բարդ է մեր այն քաղաքացիների համար, որոնք որ չեն տարբերում ու չեն էլ ժամանակ էլ չունեն տրամադրեն դրանց։ Ու անկեղծ նրանց չի հետաքրքրում, բայց ես օրինակ շատ եմ լսում, ասում են, այս արտահայտությունը մեր ժողովրդից շատ եմ լսում, ասում են, սենց բան կա, ասում են, չես որտեղից քեզ այդ ինֆորմացիան, ասում են, կարդացել եմ միտեղ։ Ինտերնետում գրած էր, չգիտեմ, վիդեոյի եմ տեսել, հեսա կգտնեմ, կուղարկեմ, ու տենց չի գտնում։ Բայց այդ հերքումները դրանց հետևից գնալը անհնար է դրա այդ մասշտաբի հետևից գնալ։ Ես օրինակ վերջերս հավաքագրել եմ այդ էջերի քանակը, որոնք ինչ որ տարատեսակ, օրինակ Factor TV-ի նման անունով Front TV մի հատ էջ է բացած ու տենց տարատեսակ մաղձ է տարածում։ Եվ նմանատիպ սենց էջերի շարք կան, որոնք որ մանիպուլացնում են ժողովրդին, որ տպավոր ցույց տա, դա լրատվամիջոց է։ Եվ ես կարծում եմ միակ միջոցը մեր հայրենակիցներին ասել, եթե դուք նյութը կարդում եք եւ էմոցիոնալ ստրես եք տանում, ինչ որ անհանգստություն է ձեր մոտ արտնասնում, անգամ մի փոքր ջղայնություն է արտնասնում, ուրեմն մի բան այն չի այդ նյութի հետ, եթե այդ նյութը պաշտոնական տեղեկատվություն չի։ Դե մենք օրինակ ադրբեջանցիներ, Նիկոլ Փաշինյանը որոշել է մսկիթներ կառուցել բանում Հայաստանի Հանրապետությունում։ Էրդողանը Աստամբուլում եւ Անկարայում է ընտրվելու հայ ժողովրդի հաջորդ
կաթողիկոսը, այս տեսակ նյութերը անգամ ես ինքս որպես քաղաքական գործիչ լսում եմ, աբստրահվում եմ, որ ես մեջն եմ, գիտեմ ամեն ինչ, ստրես է առաջացնում։ Եվ քաղաքացին ընդհանրապես ինդիկատոր պետք է ընտրի այդ տեսակ նյութերին հագուրդ չտալ ու հասկանալ, որ եթե անգամ իր մոտ բերում է տեսանյութը, սենց մի հատ նշում կա այնտեղ, որ քեզ այս տեսակ նյութերը հետաքրքիր չեն, որովհետև եթե դու քեզ չպահպանես, քո ուղեղի հիգիենան, քո ինֆորմացիոն հիգիենան չպաշտպանես, չենք ասում պատերազմ հիբրիդային, որտեղ սովորական պատերազմի ժամանակ քո կյանքն են խլում, հիբրիդային պատերազմի ժամանակ քո ուղեղն են ուտում, քո ուղեղն են ամբողջությամբ լվանում եւ դու քո վարքագծային կանոններն ես փոխում, դու ապրում ես, շարժվում ես այնպես ինչպես իրանք են ուզում։ Եվ եթե խոսքը գնար մենակ ներհայաստանյան ընդդիմության մասին, ես կասեի, ես խնդիր չունեմ, ամեն մեկը իր կանոնները ունի, իր ոճը ունի, ապատեղեկատվություն տարածելու կամ նման խոսույթ տարածելու, բայց այդ ամենը ուղղորդվում է դրսից։ Այդ ինչ է նշանակում, որ քեզ, քո կյանքը, քո ապագան կառավարում են դրսից։ Իսկ Ռուսաստանը ձեզ հետ ինչ խնդիր ունի ձեր իշխանության։ Մեր իշխանության հետ կարծում եմ խնդիր չունի, բայց գիտենք, որ կայսերական մտածելակերպ ունեցող պետությունները ու դրա մենակ Ռուսաստանը չի միջելոց, մշտապես կարծել են, որ պետք է ունենան ազդեցության գոտիներ, իսկ ազդեցության գոտիներում պետք է ենթարկվեն իրենց արտաքին քաղաքական ուղղվածության առումով։ Մենք որոշել ենք, որ մենք պետք է մեկ կենտրոնից կախված չլինենք, բնականաբար շատ դեպքերում մեր գործընկերոջը կարող է դա դուր չգալ, բայց ես իմ գործընկերներից մեկն է այդ միտքը ասել, մենք եղել ենք եւ Իրանի, այսինքն պարսկական դիրապետության տակ, եւ Օսմանյան դիրապետության տակ, Թուրքիայի դիրապետության տակ, եւ եղել ենք սովետական միության կազմում ռուսների դիրապետության տակ։ Մենք պետք է կարողանանք մեր նախկին, այսպես ասած, այն պետությունների հետ, որոնց տակ եղել ենք, դիրապետության տակ եղել ենք, իրանց հետ սկսենք համագործակցել, ոնց որ օրինակ հիմա Իրանի հետ ենք համագործակցում։ Մեր հարաբերությունները պետք է նույն մակարդակի վրա լինեն, հարգելով միմյանց ինքնիշխանությունը եւ անկախությունը։ ԿՊ իշխանության դեմ ամենատարածված մեղադրանքը ուրացման մեղադրանքն է, զիջումներ անելու մեղադրանքն է, անարժանապատվություն բերելու մեղադրանքն է, Հայաստանը Թուրքիա եւ Ադրբեջանի վասալը դարձնելու մեղադրանքն է, թրքացման մեղադրանքն է, Ալիևի եւ Էրդողանի պատվերները կատարելու մեղադրանքն է, օրինակ եկեղեցու առնչության պեսիադրությունը հենց այդպես է ներկայացվում, որ նրանք այս կառույցին ռևանշիստական են որակում, դուք էլ սկսել եք նրանց դեմ գործողություններ ներկա կաթողիկոսի հեռացման պահանջով, հետեւաբար կատարում եք Փաշազադեի, Էրդողանի եւ Ալիևի հրահանգները, հա։ Չեք կարծում, որ դուք իրոք խոցելի եք այս կոնտեքստում, այսինքն հատկապես 20 թվականի պատերազմից հետո պարտություն, Արցախի բռնի տեղահանություն, 3.5 կամ 4 գյուղերի հատվածում սահմանազատում, որի արդյունքում դրանք Ադրբեջանի հսկողության տակ են հայտնվել, եւ շատ մարդիկ չեն էլ նայում քարտեզում դա ում էր պատկանում։ Իրենք նայում են այս գործիչը ինչ է ասում, եթե նա ասեց, որ ուրացան եւ հանձնեցին, ուրեմն ճիշտ է ասում, այսինքն փաստերի հետևից ամեն քաղաքացի պարտավոր չի էլի գնալ։ Ինչու եք ուրանում։ Այս ուրանալու շատ հետաքրքիր թեմա բացեցիք այն առումով, որ այս 5 տարին մենք բացատրել ենք, որ դա ընդհանրապես առնչություն չունի իրականության հետ այդ ամենը։ Ես կարծում եմ, որ իրենք հեշտ թեզեր են, նետված դաշտ, ուրանալ, հանձնել ու այդ երկու բառը իրար կողք դնելը ամենավտանգավորն է, որովհետև դու ինքդ ուրանում ես այն ժողովրդի, այն տղաների թափած արյունը, երբ որ դու ասում ես հանձնել։ Հասկանում եք։ Ձեզ է մեղադրում։ Դե հենց այդ է հարցը։ Մարդը երբ որ ասում է մեզ նրանք հանձնել են, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը հանձնել է, բերեցիք ուրանալ տղաների արյունը, ավարտ։ Ուրանալ տղաների արյունը նշանակում է ասել դուք հանձնել եք այդ հողը, տղաները կռվել են եւ արյունը թափվել այդտեղ։ Այդ ամենամեծ աքսիոման է, որ կարող է հերքել նմանատիպ խոսույթը։ Իսկ ինչ վերաբերվում է պահանջներ կատարելուն, ես միշտ ասել եմ, տվեք ինձ, ցույց տվեք ինձ մեկ կետ, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը զիջում է արել։ Դե նոյեմբերի հայտարարությունը որտեղ 9 կետեր, 1 կետ չէր։ Խոսքը գնում է պատերազմից հետո իրականության մասին։
պատերազմի ավարտն է եղել նոյեմբերի 9-ը, նոյեմբերի 9-ը արձանագրությունն է եղել պատերազմի Իհարկե հետո պարզվեց, որ դա մի հրաշալի փաստաթուղթ է, բայց դա կարևոր չի, կապիտուլյացիա էր, հետո մենք հանձնել ենք եւ այլն։ Այս ամենը ես ուզում եմ ասեմ Հայաստանի Հանրապետության տարածքից 1 միլիմետր շեղում չի եղել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Ու ես սրան չեմ ուզում արդարացումներ ասեմ այս հերթական sense թեզերի շարքին, ես ընդհանրապես դրա տեխնոլոգիան եւ քաղաքական տեխնոլոգիան եմ ուզում բացատրեմ հիբրիդայինի տրամաբանության ներքո։ Այս ամեն ինչը ուղղակի զուտ հայ հասարակության մոտ թարմ վերքեր արտնացնելու տեխնոլոգիա է։ Երբ որ դու նոր պատերազմը ավարտվել, երբ որ դեռ մարդիկ ունենք անհետ կորած, երբ որ գերիներ կան դեռևս Ադրբեջանում, երբ որ անընդհատ այդ ցավը ուզում են թարմացնել, նրանք անընդհատ բերում են վախի գործոն։ Մեր մոտ յուրաքանչյուրի մոտ մարդկային տեսանկյունից ինքնապաշտպանական բնազդ կա։ Ու այդ ինքնապաշտպանական գնազդը դարերով ի վեր։ Մեր մեջ սերմանած է Թուրքիան եւ Ադրբեջանը մեր վտանգն են, օբյեկտիվ իրականությունից ելնելով։ Եվ եկել է մի իշխանություն, որը կատարում է նրանց հրահանգները։ Խնդիրը նրանում է, երբ որ դու ասում ես խաղաղություն, երբ որ մեր նպատակն է խաղաղության հասնել 5 տարվա մեր պլանը կատարել ենք օգոստոսի 8-ով եւ մենք ասում ենք խաղաղություն ում հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի իսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր ժողովուրդը ունի դարերով եկած տրավմաներ այդ տրավմաների վրա խաղալը բավականին հեշտ է անդիմության համար ցեղասպանության ուրացման մեղադրանքը բայց մի հատ էս միտքը ավարտեմ էլի բայց խնդիրը նրանում է որ եթե դու ասում ես խաղաղություն որ իրանք էլ են չէ անդիմությունն էլ ասում են մենք ենք ուզում խաղաղություն բայց արժանապատիվ խաղաղություն մեկը կա իրենց հարցնի ում հետ խաղաղություն եւ ինչպես օրինակ երբ որ ասում ենք Ադրբեջանի հետ խաղաղություն դուք ասում եք այո արժանապատիվ պետք է լինի պետք է ասենց վետոները շարենք ասենք այ ես չանես չենք գնա խաղաղության այ ես չանես չենք գնա խաղաղության դժվար է չգնալ խաղաղության իսկ եթե գնացիր խաղաղության առևտուր անելու ես Ադրբեջանի հետ երեք Նարեկ Կարապետյանն են այդ հարցը տալիս ասում են մենք ավելի շատ կվաճառենք քան թե իրանցից բան կառնենք իդեպ նաեւս ձեզ մեղադրեց Ադրբեջանի բանակը բոլոր այն ուժերը, որոնք սպասարկում են ոչ Հայաստանի Հանրապետության շահերը, այլ հավատարմություն են հայտնում եւ մրցավազք է սկսած հավատարմության հայտնելու կայսրությանը, այդ ուժերի քաղաքական նարատիվը ամբողջությամբ տեղավորվում է ռուսը չլինի, թուրքն է լինելու։ Այսինքն, եթե նրանք Ռուսաստանի Դաշնության ծիրում չեն, մեկ կախվածություն չունենք, ուրեմն պարտադիր պետք է մեղադրանք ուղղեն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր տնտեսությունը ուտելու են, չգիտեմ, գալու են այստեղ բնակեցվեն, Հայաստանի Հանրապետությունը գրավեն եւ այլն եւ այլն։ Խնդիրը մտածողության տարբերությունն է։ Մենք ասում ենք, մենք ուզում ենք հարևանների հետ ունենանք բարեդրացիական հարաբերություններ։ Իսկ ինչով եք բացատրում, որ այսպես պրոռուսական կողմնորոշում ունեցող ուժերն են հատկապես շատ մեղադրանքներ հնչեցնում Թուրքիային եւ Ադրբեջանին այսպես զիջելու եւ ոչ արժանապատիվ խաղաղության գնալ կամ այսպես կասկածի տակ դնելու այդ խաղաղության հավանականությունը եւ ասելու որ դուք ուրացաք տղաների արյունը ասենք բենզին գնելով եւ այլն, հա ես ոչ թե նպատակ ունեմ որևէ մեկին պիտակավորել, այլ մարդկանց խոսույթներից հասկացում է ով ինչ նարատիվներով է հանդես գալիս, ֆինանսներից հասկացում է ով ինչ ֆինանսավորում ունի եւ ինչ երկրի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակից է ես նկատել եմ զուտ որ այդ սեգմենտի քաղաքական ուժերը չափազանց կոշտ են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ձեր կարծիքը ո՞րն է այս հարցի մասին։ Դրա մասին մենք խոսել ենք շատ բաց եւ հանրային, որ երբ Հայաստանի Հանրապետությունը իր հարևանների հետ կոնֆլիկտ չունի, Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը էապես նվազում է։ Էապես նվազում է։ Մշտապես Հայաստանը Թուրքիայի հետ խոսելու համար խնդրում էր Ռուսաստանի Դաշնությանը որպես միջնորդ հանդես գալ։ Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ խնդրում էր Ռուսաստանի Դաշնությանը, ասում էր երաշխավորություն տուր, որ օրինակ Լեռնային Ղարաբաղում չի լինի էթնիկ զտում։ Մեր դառը փորձը ցույց տվեց, որ միջնորդ ունենալ քո հարևանների հետ հարաբերությունների մեջ քեզ բերելու է մի օր ողբերգության, որտեղ այդ միջնորդ երկիրը իր շահերն է հետապնդում։ Մեր խնդիրը այն չի, որ մենք էմոցիոնալ վերաբերմունք ձևավորենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Մեր խնդիրը այն է, որ հասկանանք, որ մեկ կենտրոնից կախվածությունը մեզ բերելու է
շահերի անընդմեջ բախման ու մենք մշտապես կանգնելու ենք նույն կոտրած դաշտակի առաջ։ Մեզ պետք չի միջնորդ մեր հարևանների հետ հարաբերվելու համար, այդ հարաբերվելու ժամանակ, տնտեսական համագործակցության ժամանակ, երբ ամբողջությամբ ապաշրջափակվի Հայաստանի Հանրապետությունը, երբ Եվրոպայից արևելք կապուղիները գնան Հայաստանի միջոցով, այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը իր տնտեսական ազդեցությունն էլ այստեղ շատ թուլանում։ Խնդիրը տեղը եւ այդ մարդիկ, երբ որ բնականաբար դուք ասում եք այն քաղաքական ուժերը, ովքեր որ հավատարմություն են հայտնում, ես մենակ մի դրվագային մոտ անընդհատ գալիս մտքից։ Մենք ունենք աշխարհում շատ միլիարդատեր հայեր։ Ինչի երբեք, օրինակ, ֆրանսիացի միլիարդատերը չեկավ Հայաստանի Հանրապետությունը փրկելու։ Ինչի մշտապես կապիտալը, որը որ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, այդ կապիտալի տերը հայ ազգանվամբ գալիս է Հայաստանի Հանրապետությունը փրկելու։ Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Իսկ ում փրկությունից եք նեղված։ Խոսում եմ հերթականությամբ ովքեր եկել են փրկելու, վերջերս էլ բնականաբար մեր ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի մասին եմ խոսում։ Նույն նարատիվերը ոչ մի տարբերություն չկա օրինակ նրանց ասած թեզերի։ Ինչ է ակնարկում, որ պարոն Կարապետյանը որ ռուսական կապիտալը այսինքն իր ամբողջ կարողությունը Forbes-ում գրված կարողությունը գտնվում է ռուսական կապիտալի Ռուսաստանում։ Ինչ որ հատված էլ կա Կիպրոսում, չգիտեմ, Եվրոպաներում էլ կարող է լինի, որ ինչքան գիտեմ, կալանքի տակ է։ Այս կապիտալը ամբողջությամբ թողնել եւ գալ Հայաստան նշանակում դու քո կապիտալի միջոցով դու կախվածություն ունես այդ երկրից։ Ու դա ինչ որ չգիտեմ, իմ ու ձերպես մի բնակարան չի, մի մեքենա չի, դա 4 միլիարդ դոլար կարողություն է։ Չի կարող այդ երկրի ղեկավարը կամ այդ երկիրը որպես բիզնես շահ քեզ չճնշել ու չասել Հայաստանի Հանրապետությունում կարող ես հետևել գործողություններ անել։ Նկատի ունեք ձեր կանխատեսումն այն է, որ դա եթե տվյալ ուժը գա իշխանության, Ռուսաստանից քաղաքական կախվածության է վերում։ Դա ոչ թե կանխատեսում, դա միանշանակ պարզ ճշմարտություն է։ Հիմա պատկերացրեք շատ տրիվալ օրինակ ձեր վրա բերեմ, դուք Ռոբերտ ջան ունեք Ֆրանսիայում ձեր ամբողջ կարողությունը թողել եք Ֆրանսիայում եւ եկել եք Հայաստան։ Հայաստանում ուզում եք քաղաքական գործունեությամբ զբաղվել ու դառնալ երկրի ղեկավար, բայց ընդեղից չեք բերում ձեր կապիտալը Հայաստան, ընդեղ է մնալու, այդ 4 միլիարդն էլ ընդեղ է մնալու։ Ինչքան փող ունեմ ես փաստորեն։ Հա, հիմա պատկերացրեք այդ երկրի ղեկավարությունը Ֆրանսիայի վրա օրինակ բերել մի քիչ սխալ էր, որտեղ ժողովրդավար պետությունները ինստիտուտները աշխատում են։ Մակրոնի դեմքը պատկերացրեք ձեր այս պնդումները։ Բայց ամենայն դեպս այն պետությունը, որը ավտորիտար է եւ բնականաբար բիզնեսը օգտագործում է իր քաղաքական նպատակներին հասնելու համար, մենք տեսնում ենք ինչպիսի ճնշումներ են տեղի ունենում, օրինակ եթե օրինակ քաղաքական նկատառումներով բիզնեսմենը հաճո չի, ուրեմն նրա բիզնեսը անցնում է պետությանը։ Բայց ազգայնացվում է։ Մյուս երեսն է, հա, դուք ինչ երեսով եք քաղաքացիներից քվե հայցելու, պատերազմ, զոհեր։ Մենք 21 թվին հայտնել ենք պատերազմ, զոհեր։ Անցել է այդ։ Այսինքն մենք մի անգամ մեր ժողովրդից ներողություն խնդրելով հայցել ենք քվե եւ խնդրել ենք մեզ տալ քվե, որպեսզի խաղաղություն բերենք։ Այ մենք այդ երեսով ենք, որտեղ օգոստոսի 8-ին նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը։ Եվ դա անհերքելի փաստ է, ինչքան էլ բարձրանան, թռնեն, օդ իջնեն ներքև, չի փոխվելու այդ փաստը։ Եվ ձեզ ներել են մարդիկ։ Եվ 2 տարվա մեջ շատ հնարավոր է չեն ներել, ես ինքս ինձ չեմ ներել, մնացել էր մարդիկ ինձ ներեին։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը այն պատասխանատվության մասին է, որ ես իմ երկիրը չեմ ուզում տամ օտարի ձեռքը։ Ես իմ երկիրը մեր տղաների թափած արունը չեմ նվիրելու ուրիշի։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Լիլիթ Մինասյանին։